Մենք շարունակում ենք մեր դասերը եւ չնայած որ ոչ մի բան ըստ էության մենք իրարից չենք տարանջատում, այնուամենայնիվ խոստովանենք, որ դասեր վարելը իհարկե շատ ավելի հաճելի է, քան մնացած տարաբնույթ ելույթներ ունենալը։ Եվ այդպես այսօր մենք կխոսենք ամենակարևոր երևի թե բաներից մեկի մասին՝ մոտիվացիայի։ Եվ մոտիվացիան երբեմն ես ասում եմ, որ իմ ամենասիրելի բառն է եւ երևի թե ամենաշատ կրկնվող։ Ու մենք տարաբնույթ դասերին տարիներ շարունակ այս կամ այն ձևով անդրադարձել ենք մոտիվացիայի թեմային հենց, սակայն այսօր մենք խոսենք բուն արդեն մոտիվացիայի մասին, ոչ թե տարբեր թեմաներում մոտիվացիայի կարևորության մասին։ Եվ այդպես եկեք քայլ առ քայլ, ընդհանրապես ինչու ենք մենք ասում մոտիվացիան պարագայում, որ հիմնականում փորձում ենք հայերեն բառերը գործածել, որովհետև դրդապատճառ բառը իրականում չի արտահայտում այն, ինչը նշանակում է իրականում մոտիվացիան, կամ ինչը գոնե առնվազն մենք ենք հասկանում մոտիվացիայի տակ, որովհետև մենք մոտիվացիայի տակ հասկանում ենք ոչ միայն պատճառը ամբողջ գործողությունների, այլ նաև ամբողջ էներգիան, որը դու ներդնում ես այդ պատճառը արդարացնելու եւ պատճառն իրականացնելու համար։ Այդ ամբողջը միասին մենք անվանում ենք մոտիվացիա։ Եվ իրականում մեր այսօրվա դասի հիմնական պատճառն է հենց ցույց տալ մոտիվացիայի անհրաժեշտությունը կյանքի բոլոր կողմերում եւ դրվագներում, ցույց տալ, թե ինչպես կարող է լինել մեկ հիմնարար մոտիվացիա եւ ցույց տալ, թե ինչպես է մոտիվացիան ջարդում բոլոր կապանքները։ Եվ այդպես, երբ որ մենք պարզ առումով փորձում ենք դիտարկել, մարդկանց ճնշող մեծամասնությունը շատ հաճախ խառնում է մոտիվացիան եւ ցանկությունները։ Եվ իրականում իհարկե որոշ նմանություններ կարող են լինել, որովհետև եթե մենք սահմանենք օրինակ դրդապատճառի տեսանկյունից, ապա ցանկությունները ավելի ընկալելի կլինեն, որ մոտ են։ Սակայն իրականում կա բազային տարբերություն, եւ որպեսզի ցույց տանք տարբերությունը, ես մտածեցի, որ շատ կիրառելի է հարցերի տեսքով տալ։ Երբ որ մենք մտածում ենք ցանկությունների մասին, մենք ասում ենք հարցը ինչ եմ ուզում։ Մոտիվացիան տալիս է պատասխանը ինչու եմ ուզում, բայց երբ որ դու խորանում ես այդ հարցի մեջ, երբ որ դու ինքդ քեզ ուզում ես տալ պատասխանը կամ փորձում ես տալ պատասխանը, թե ինչու ես ուզում, դու գալիս ես ի վերջո հիմնական հարցին, ինչու է դա պետք, ինչու է դա քեզ անհրաժեշտ, ու այդ անհրաժեշտությունը դառնում է այնքան խորքային, որ այլևս բացում է հենց ինքն իրենով, բացում է կապանքները։ Սա այն առաջին հիմնարար տարբերությունն է, որ մենք ուզում ենք հասկանալ, եւ այստեղից մենք գալիս ենք այն գաղափարին, որը որ նորից այսօր մի շարք բաներ մենք տարբեր դասերի ժամանակ ասում էինք, բայց այստեղ մենք գալիս ենք հենց այս հարցին. ինչպես ենք մենք ապրում։ Առաջնորդվում ենք մենք արդյոք մեր մոտիվացիայով կամ անգամ մոտիվացիաներով, թե մենք առաջնորդվում ենք ցանկություններով, որոնք որ եթե չունեն այն բազային պատասխանը ինչու եմ ուզում կամ ինչու է անհրաժեշտ ըստ էության, ապա ուրեմն իրենք պարզապես ինդուկցիայի արդյունք են։ Այսինքն պարզապես ուրիշները ուզում եմ նաև ես, եւ այդպես շարունակ։ Ու այլևս ոչ մի բան չի դառնում բնականը։ Սա է, դրանից գալիս է ամբողջ այդ դժբախտության, ստրեսների եւ այլնի, որովհետեւ այն ցանկությունները, որոնց համար դուք տառապում եք, իրականում ձեր ցանկությունները չեն։ Իրականում կարելի է պայքարել, ձգտել, արարել, էներգիա ծախսել եւ այդպես ամբողջը թվարկելով միայն այն բանի համար, որն իրականում անհրաժեշտ է, այսինքն այն ամենի համար, որը դառնում է մեր հիմնարար մոտիվացիան։ Սա առաջին մեր հիմնասյունն էր այսօրվա դասի, եւ այստեղից կարող է իհարկե գալ հարց. լավ, իսկ եթե չկա մոտիվացիա, կան ինչ-որ ցանկություններ մարդկանց մոտ, բայց չկան մոտիվացիա, եւ մենք տալիս ենք հիանալի պատասխան։ Մենք պնդում ենք, եւ սա մեր առանցքային պնդումներից մեկն է, ոնց որ մենք ասում ենք, որ հետաքրքրասիրությունը, զարգացման ձգտումը բնազդ է։ Ոչ թե պարզապես ինչ-որ մեկը կարող է ձգտել զարգացմանից, կարող է չձգտել, ոչ, դա բնազդ է, ընդ որում, դա ավելի ուժեղ բնազդ է, քան ինքնապահպանման բնազդը, չգիտեմ այլ տարբեր բնազդներ, որոնք որ մարդիկ դիտարկում են որպես հիմնարար բնազդ։
Եվ այդպես մենք պնդում ենք, որ մոտիվացիա ունենալը բխում է մեր էությունից, մոտիվացիա չունենալը հակասում է մեր էությանը։ Սա առանցքային գաղափարներից մեկն է, որ մարդիկ պետք է որ հասկանան, ըստ այդմ, եթե չկա մոտիվացիա, ուրեմն կա 3 տարբերակ միայն, կամ մարտանջատված է, ու ցավոք սրտի, դա բավական ստվար զանգված է ընդհանրապես, ոչ թե Հայաստանում, ընդհանրապես, մարդկանց, ովքեր որ ծնվում են չգիտակցված, ապրում են չգիտակցված, մահանում են չգիտակցված, ու միայն տարիների նշումներն են քարի վրա մնում, ոչ այլ բան։ Երկրորդ տարբերակը, եթե մարդ մերժում է մոտիվացիան, ու դա գալիս է իհարկե խորքային բարդույթներից, այսինքն ինչ-որ միտեղ սայթաքելուց, դրանից հետո ստիգմատիզացվելուց ու դրանից հետո այդ ամբողջը մերժելուց։ Եվ երրորդ տարբերակը դա մոտիվացիայի արկայությունն է արդեն։ Այսինքն այն, որ արդեն ճիշտ ենք դիտարկում։ Այսինքն ճիշտ, որովհետև բխում է էությունից, յուրաքանչյուր մարդու էությունից, բոլորի էությունից եւ ընդհանրապես բոլոր շնչող էակների։ Հիմա կարելի է հարցնելով, իսկ ինչ եթե կա մոտիվացիա, բայց չկա կամք։ Չկա կամք, որպեսզի այդ մոտիվացիան իրականացվի։ Կամքի մասին մենք այնքան շատ ենք խոսացել։ 2020 թվականից ի վեր ընդհանրապես մեր թեմաները կտրուկ երևի կարելի ասել անգամ փոխվել են։ Իհարկե նույն գիծն է, նույն ուղղությունն է, բայց այլ երանգներ են դուրս եկել 2020 թվականից։ Իսկ մենք նպաստելով բոլորի հոգևոր զարգացմանը, փորձում ենք դիտարկել նաև այն տարրերը, որոնք որ խանգարում են մարդու զարգացմանը, եւ ըստ այդմ տարբեր առումներով անդրադառնում ենք բոլոր թեմաներին, որոնք որ ակնառու են։ Եվ այդպես կամքի գործոնը ցավոք սրտի շատ լուրջ ակնառու թեմա է դարձել։ Եթե կամք չկա, դա նշանակում է, որ կամ ներքին վախերը եւ կամ էլ ներքին ինդուկցված ցանկությունները ճնշում են բնական մոտիվացիան։ Եվ այդ ժամանակ պետք է աշխատել ոչ թե մոտիվացիայի հետ, այլ սեփական վախերի ու սեփական ինդուկցված ցանկությունների։ Հիմա փորձում ենք արդեն դիտարկել լավ, իսկ եթե կա մոտիվացիան, ապա ինչպես անել այդ ամբողջը։ Կա մոտիվացիան եւ մենք ուզում ենք ցույց տալ հիմա, որ եթե կա մոտիվացիան, ապա գալիս է էներգիան։ Մենք օրինակ կյանքում տարբեր առումով մարդիկ հասկանալով թե չհասկանալով հաճախ օգտագործում են այդ ստիմուլ հասկացությունը։ Մոտիվացիան ինքնին դառնում է հիմնարար ստիմուլ, եթե դու ընկալում ես, թե ինչի համար ես դու անում ինչ-որ մի բան, թե ինչին ես դու ձգտում, դա կարող է լինել շատ մեծ բան կամ համեմատաբար մեծ բան։ Շատ փոքր բան չի կարող լինել մոտիվացիայի համար, ոնց որ ասեցինք։ Այդ ժամանակ այդ ամբողջ անհրաժեշտության ընկալումը դառնում է ինքնին ստիմուլ։ Ստիմուլի արկայությունը ինքնին տալիս է էներգիա։ Էներգիայի ստվար զանգված դեռ ավելին, իրականում չսպառվող էներգիա։ Քանի դեռ կա այն վեկտորը, մոտիվացիոն հիմնարար վեկտորը, թե հանուն ինչի եւ ինչն է անհրաժեշտ։ Նույն ձևով մենք ասում ենք, որ օրինակի համար շատ հաճախ մարդիկ ասում են, դե ուրեմն մոտիվացիան դա նպատակն է։ Ոչ, նորից նպատակը կարող է բխել ցանկություններից եւ լինել ոչ էութենական, ըստ այդմ ոչ մարդու էությունից բխող կամ ոչ սեփական անգամ։ Նորից ստվարձանքված մարդկանց ուզում են մեքենաներ եւ դրա համար բոլորը քշում են մեքենաներ, անկախ դրանից, որ չեն կարող քշել, փողոցները խցանվում են դրանից, մեքենաները թանկ են նստում մարդկանց վրա եւ գրեթե բոլորը վարկային պարտքերի մեջ են եւ այդպես շարունակ, բայց ինդուկցված գալիս է ու նորից ու առնում են ու դա դառնում է համատարած։ Սա շատ տխուր, բայց փայլուն օրինակն է, թե ինչպես կարող են այդ ցանկությունները չլինելով ընդհանրապես իրականում մոտիվացված, բայց դառնալ համատարած։ Սա այդպես ու այստեղից մենք գալիս ենք հիմնարար մեր մյուս մեխային պնդմանը, եթե կա մոտիվացիան, ապա կա անսպառ էներգիա եւ ավելին տիեզերքը սկսում է օգնել բոլոր նրանց, ովքեր շարժվում են այդ մոտիվացիայով ոգևորված եւ գնում են առաջ։
Եվ դեռ ավելին, դա ինչ որ ձևով եւս դառնում է վարակիչ։ Դժվարությամբ, որովհետև շատ ավելի հեշտ է վարակել չարիքով։ Ցավոք սրտի չարիքը շատ ավելի հեշտ վարակիչ է, քան դրական բան։ Այնուամենայնիվ, մոտիվացիայով առաջնորդվելով, անսպար էներգիա դրա շնորհիվ ունենալով, մենք ստանում ենք տիեզերքի աջակցությունը։ Երբեմն դա շատ ակնառու չէ։ Երբեմն մեզ թվում է, որ մենք չունենք բավարար հնարավորություններ, բայց պահի տակ մենք տեսնում ենք այդ ամբողջ նշանները եւ պահի տակ մենք սկսում ենք հասկանալ, որ տիեզերքը մեր կողմից է, բոլոր նրանց, ովքեր մոտիվացիայով են շարժվում կյանքով։ Այստեղից գալիս է հիանալի մյուս հարց՝ մոտիվացիան եւ զոհողությունը։ Եվ սա շատ կարևոր է, որովհետև առանց զոհողության հնարավոր չէ իրագործել մոտիվացիան կյանքում։ Հնարավոր չէ։ Ու սա շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան։ Ինչու՞, որովհետև այդ մոտիվացիա վեկտորը, երբ որ դու դնում ես, մտածում ես, դե լավ է ասում, Էլան, կարելի այսօրվանից սահմանել մոտիվացիա, հեսա ես զինվում եմ, էներգիա մի քիչ առաջացավ, տիեզերքը ինչ-որ չի օգնում, հեսա կօգնի, գնում ենք առաջ, առաջին իսկ խոչընդոտի ժամանակ, ճնշող մեծամասնությունը սայթաքում են և հրաժարվում են, ասում են ոնց որ թե այնքան է լավ մոտիվացիա չէր, ավելի լավ է վերադառնալ այդ ինդուցիրованные ցանկություններին և սահմանափակվել կյանքում Եվս մեկ մեքենայով խցանված փողոցներում։ Սա ճնշող մեծամասնությամբ այդպես է։ Զոհողությունը անհրաժեշտ ուղեկիցն է մոտիվացիայի։ Եթե չկա զոհողություն, անհնար է հասնել արդյունքի։ Եվ այստեղից մենք բացահայտում ենք մեր իրողությունը Հայաստանի, ինչ է տեղի ունենում քաղաքական դաշտում, եւ մեզ համար շատ հեշտ է այդ ամբողջը տեսնել, որովհետեւ մենք դուրս ենք։ Լինելով աշխարհի մեջ, մենք այնուամենայնիվ աշխարհից դուրս ենք եւ մեզ հեշտությամբ այդ ամբողջը տեսանելի է դառնում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես մարդիկ, ովքեր որ պետք է որ առաջնորդվեին մոտիվացիայով, փրկելու հայրենիքը, իրականում տարվում են ցանկությունով ունենալու այս կամ այն պաշտոն իբր թե հայրենիք փրկելու համար։ Եվ այդ միջոցը դառնում է այլևս նպատակ, եւ այլևս մոտիվացիան վերափոխվում է ցանկությանը եւ այդտեղ էլ մնում։ Եթե կա մոտիվացիա, ապա անհրաժեշտ է զոհողություն։ Ու դու սկսում ես ընկալել, որ եւ ոչ մի խոչընդոտ քեզ չի կանգնեցնի, եթե այդ մոտիվացիան իրականում բխում է անհրաժեշտությունից եւ իրականում բխում է բաց սրտից եւ պատասխանատվության զգացողությունից։ Սա մեր հաջորդ հիմնարար մեխն է, և այստեղից մենք գալիս ենք լավ մեր հիմնական հարցին, որը մեզ համարել է հարց, անձամբ ինձ համարել և վստահ եմ կան էլի մարդիկ, որոնք որ նույն հարցը տալիս են իրենց։ Մոտիվացիայի և աղոթքի համագործակցությունը, ասենք։ Ու այստեղ իրականում շատ դժվար է, որովհետև երբեմն մտածում ես, որ դու չես կարող փոխել իրավիճակը, ինչու չես կարող, նայում ենք Հայաստանի ներկայիս վիճակի, հասկանում ենք, որ սարսափելի է, նայում ենք իշխանությանը, էլ սարսափել բառն էլ սպառեց իրեն, ավելի ուժեղ բառեր չգիտեմ, կամ բառապաշարս է թույլ, կամ իրողությունն այնքան ծանր է, որ նման բառեր չեն մշակվել, բայց այդ ահարկու իրողությունը, մտածում ես անհնար է, պետք է անհապաղ փոխել, որովհետև ավելի ու ավելի գլորվում ենք անդունդը, բայց նայում ես ընդդիմությանը, հասկանում ես, որ փոխող չկա առանձնապես, դրանից էլ ավելի ես սարսափում, բայց ինչն է ամենասարսափելին, ժողովրդի վիճակը։ Ես չեմ ուզում ոչ միայն, որ հիմա անընդհատ սկսում են ինչ-որ այս բաներում մեղադրել, այս բաներում, չէ, չարիքի վարակը ավելի սարսափելի է։ Պատճառը նորից իշխանություններն են կապ չունի, իմ արդեն կապ չունի։ Կապ ունի այն միայն, որ վիճակը այդ առումով է շատ ծանր։ Դու սկսում ես մտածել, որ ուրեմն կարող է դու չես կարող ինչ-որ բաներ փոխել։ Եվ պետք է պարզապես աղոթել շատ սրտանց ավելի ու ավելի, որպեսզի բարձրյալները օգնեն։ Եվ մենք գալիս ենք հետաքրքիր
նոր բան է, այդ ժամանակ ոնց որ ասեցի, քանի որ տիեզերքը միշտ օգնում է նրան, որ գնում է մոտիվացիայի իրականացման ճանապարհով, տիեզերքը միշտ ուղարկում է նշաններ։ Եվ վերջին իմ նշանը եղավ, ես շատ սիրում եմ գեղարվեստական գրականություն կարդալ, մեր խմբի, մեր աշակերտների ամենաանհավատ աշակերտներից մեկի խորհրդով եւս մի ֆենտեզի կարդացի, որում տեսա հիանալի արտահայտություն։ Աղոթքը ոչ այլ բան է, քան քայլել, քայլ առ քայլ, գնալով առաջ։ Իրագործել ամբողջ ինչ որ կարող ես, քայլ առ քայլ, դժվարությամբ, հաղթահարելով խոչընդոտները, սա է աղոթքը, ոչ այլ բան։ Սա նույնն է, ինչ որ մենք ասում ենք մեր բոլոր դասերին, դու իրավունք ունես աղոթելու միայն այն ժամանակ, երբ որ դու սպառել ես քո բոլոր հնարավորությունները։ Դու արել ես սա էլ եւ չմնաց դաշտում եւ ոչ մի քայլ, որ դու դեռ պիտի իրականացնես։ Այդ ժամանակ միայն դու կարող ես խնդրել ասել. ես արել եմ ամբողջը, խնդրում եմ այդ X ֆակտորը ներբերեք։ Այլ պարագայում չես կարող։ Եվ աղոթքը դառնում է նորից ու նորից տքնաջան հաղթահարել բոլոր խոչընդոտները, նորից եւ նորից, առաջնորդվելով միայն հենց այդ մոտիվացիայով։ Իսկ ինչ վերաբերում է հոգևոր զարգացման ուղուն, ապա հոգևոր զարգացման ուղու վրա մենք ի սկզբանե հարցնում ենք մոտիվացիան, հետո նորից ենք հարցնում, հետո նորից, եւ մեծ նվազար մութակի ուղու հիմնարար երկրորդ փուլը հենց ճիշտ մտադրություններն են, ճիշտ մոտիվացիան մեծ իմաստով, ինչքանով դու ամբողջ ընկալում ես, ինչքանով դու ներդնում ես էներգիա զարգացման ճանապարհին, եւ այստեղից դու ընկալում ես, որ այդ մեծ անհրաժեշտության պարագայում դու կարող ես գնալ առաջ միայն, եթե դու վստահվում ես ուսուցչին, եթե պատրաստ ես հաղթահարելու դժվարությունները, բայց դու չես կարողանա այնուամենայնիվ հաղթահարել, եթե չես ընկալում, որ անհրաժեշտությունը քո ամբողջ էությունն է այլևս, որ դու չես կարող առանց ուղու։ Եվ միայն այդպես հոգևոր զարգացման ճանապարհին հասնում ես արդյունքի։ Վստահաբար, նույն ձևով միայն մենք կարող ենք փրկել նաև Հայաստանը։ Միայն, եթե մենք բոլորս ընկալենք, որ դա անհրաժեշտություն է, որ բխում է բոլորիս սրտից։ Եվ դրա համար ամփոփելով մենք ասում ենք նորից, որ այո, դժվարությունները եւ տառապանքները կարմիկ են իհարկե, բայց կարմիկ է նաեւ հայտնվելը այդ նույն ժամանակաշրջանում նրանց, ովքեր որ գնում են հոգևոր զարգացման ճանապարհով, ովքեր որ առաջնորդվում են մեծագույն ուսմունքներով եւ կամ էլ անգամ մեզ, որ ունենք մեր ուսուցիչներին, գնում ենք հոգևոր զարգացման ճանապարհով, գիտենք մեր ուղին, բայց յուրաքանչյուր քայլափոխին կարիք ցանքով առաջնորդվելով պայքարում ենք ընդդեմ չարիքի հանուն Հայաստանի ապագայի։